Մանկապարտեզներում ինչպես ունենալ անվտանգ, ապահով, բռնությունից զերծ, կրթական ու ներառական միջավայր։ Արդեն 3-րդ տարին անընդմեջ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է անվտանգ եւ ապահով մանկապարտեզ խորագրով աշխատաժողովը։ Հանրապետական փուլն այսօր անցկացվեց Երևանի պետական համալսարանում։ Թեմատիկ ու ուսուցողական պատկերներով բազմազան ցուցահանդեսը ուներ մեկ նպատակ՝ վաղ տարիքից մանուկներին փոխանցել անվտանգ ու ապահով մնալու գիտելիքներ։ Ներկայացրել ենք մոլորակը եւ ողջ մոլորակում երեխայի անվտանգությունը ապահովելու այս պայմանը պետք է լինի անպայման ապահոված։ Կարևոր է նաեւ իր շրջակա միջավայրի էկոլոգիական անվտանգությունը պահպանելը, ինչի հետևանքները ի տարբերություն հրդեհի անմիջապես չեն երևում։ Պետք է շրջապատը մաքուր պահել, հոգ տանել բնության նկատմամբ, կանաչ տարածքները չվնասել, այլ ավելացնել։ Արդեն աշխատաժողովի դահլիճում ներկայացվեց ոլորտում իրականացվող բարեփոխումների եւ ներառականության խթանման ուղղությամբ քայլերի կարեւորությունը։ Նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ այժմ երեխաների զարգացման հարցում նախադպրոցական կրթության դերը վերաարժևորելու փուլում են։ Նրա խոսքով, մանկապարտեզը կարևոր կրթօջախ է, այնինչ տարիներ շարունակ ձևավորվել է սխալ ընկալում, թե այն պարզապես երեխաներին մի քանի ժամ պահելու վայր է։ Նախադպրոցական կրթությունը երեխայի զարգացման ամենակարևոր օղակներից մեկն է եւ կախված նրանից, թե մենք ինչ բովանդակություն, ինչ տրամաբանություն եւ ինչպիսի կառուցվածք ենք դնում այդ փուլում, մեծապես կախված է նաեւ երեխայի այնուհետեւ դպրոցական կրթության հաջողությունը եւ ընդհանուր առմամբ երեխայի ամբողջական ներուժի եւ պոտենցիալի զարգացումը։ Անդրեասյանի փոխանցմամբ հետազոտությունները ցույց են տալիս, որ գոնե 1 տարի նախադպրոցական կրթության մեջ ընդգրկված երեխաների դպրոցական արդյունքները էականորեն բարձր են այն երեխաների արդյունքներից, որոնք նման հնարավորություն չեն ունեցել։ Նախարարի խոսքով կառավարությունը մեծ առաջնահերթություն է տալիս նախադպրոցական ծառայությունների հասանելիության ընդլայնմանը։ Դա է վկայում նաև ընթացքի մեջ գտնվող 500 մանկապարտեզների եւ նախակրթարանների կառուցման ծրագիրը։ Կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրով մենք ունենք հստակ թիրախ, որ մինչև 2030 թվականը քննարկենք եւ առնվազն 1 տարի նախադպրոցական կրթությունը դարձնենք պարտադիր։ Սա մեզ համար շատ կարևոր ուղենիշ է եւ սա հնարավորություն է տալու, որպեսզի մենք ավելի վաղ փուլից սկսենք երեխաների հետ աշխատանքը եւ այդ աշխատանքը նաեւ հնարավորություն տա դպրոցական ծրագրերի եւ դպրոցական փուլի խնդիրները լուծել ավելի մեծ հաջողությամբ։ Անդրեասյանը հիշեցնում է նախադպրոցական հաստատություններում կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիվը վերջին տարիներին էապես աճել է։ Եթե 2020-ին նրանք շուրջ 90-ն էին, ապա այսօր մոտ 2000-ը։ Նախարարը շնորհակալություն է հայտնում ՅՈՒՆԻՍԵՖ-ին եւ Երևանի պետական համալսարանին, ընդգծելով նրանց կարևոր դերակատարումը ոլորտային բարեփոխումներին։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը եւս ընդգծեց վաղ մանկության զարգացման բացառիկ կարեւորությունը։ Մանկության վաղ փուլում երեխայի զարգացումը այնպիսի արագությամբ է տեղի ունենում, որ չի կրկվում կյանքի որևէ փուլում։ Սա միաժամանակ հսկայական հնարավորությունների եւ մեծ կայունության շրջան է։ Կրիստինե Վայգանդի խոսքով ըստ վիճակագրության աշխարհում վաղ մանկության կրթությանը հասանելիություն ունի 10 երեխաներից միայն 4-ը, եւ Հայաստանն այս առումով բացառություն չէ։ Ունենք շատ անելիքներ, որպեսզի յուրաքանչյուր երեխա օգտվի այս հնարավորությունից։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը տարիներ շարունակ աջակցում է Հայաստանի կրթական բարեփոխումներին, պետական կառույցների եւ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ։ Եվ ահա նման միջոցառումները ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի կարևոր հարթակ են փորձի փոխանակման, մարտահրավերների քննարկման եւ ոլորտային համագործակցության ամրապնդման համար։ Այնուհետ աշխատաժողովը շարունակվեց մասնագիտական քննարկումների, դասախոսությունների եւ փորձի փոխանակման ձևաչափով, նպատակ ունենալով ուժեղացնել նախադպրոցական կրթական համակարգի արդյունավետությունը եւ երեխաների համար ապահովել անվտանգ, զարգացող ու ներառական միջավայր։ Տիգրան Հովակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։